Մարտիրոսյան Հունան, մանկավարժական գիտությունների թեկնածու, Էջմիածին քաղաքի բնակիչ, իրավամբ հայ եւ մկրտված հայ։ Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի գրառումները եկեղեցու հոգևորականների, մասնավորապես կաթողիկոսի հասցեին, ինչպես կմեկնաբանեք։ Ուրեմն, գիտեք ինչ, եթե մի գիտակ մարդ, կրթություն ստացած մարդ նման հայտարարություն կամ չգիտեմ արտահայտություն աներ հայրաքելական եկեղեցու կամ վեհապար հայրապետի հասցեին, ես շատ կզարմանայի, բայց երբ Նիկոլն է նման արտահայտություն անում, ես չեմ զարմանում, ընկերներ, չի կարելի, այսօր այս ազգը արդեն այնքան է Նիկոլը փորձությունների ենթարկել, որ այսօր գիտես ոչ հավատում ենք, ոչ գիտենք ով է խոսողը, ինչ վարչապետի մասին է խոսքը։ Չկա, բացարձակապես անտարբեր, ընդամենը եկեղեցին պիտի նզովի նման վարչապետին, մենք ինքներս, որպես ես հայ քրիստոնյա, ես ինքս անիծում եմ իրեն, ոնց կարելի է, վերջապես, չուլանում ծնված, չուլանում ապրած, չուլանում ծնված, այդպիսի վարչապետ կոչվածը այսօր եկեղեցին, առաքելական եկեղեցին անվանի չուլան, ով է այդ իրավունքը, այդ բարոյական իրավունքը ով է նրան տվել, ինչ է իրանից ներկայացնում, պատահմամբ Նազարի Բախտով, որ եկել է այսօր, զբաղեցնում է վարչապետի աթոռը, երկիրը արյուն ծովի մեջ է, պետություն ենք կորցնում, պետականություն ենք մենք այսօր կորցնում, ես չգիտեմ, դու որպես ղեկավար, որտեղ ես այդ տղա, դու մտածիր ախր պետությունը փրկելու մասին, ազգդ կործանվում է, վերջապես մեր թորները ապագա չունեն, ասում էիր հպարտ քաղաքացիներ, այդ տղա ինչ հպարտ քաղաքացի, դու կարող ես միայն ներկայանալ Էրդողանի աչքին, քու ավակ ախպերը տա թե փոքր ախպերը տա, փոքր էլ չէ, պուճուր ախպերը տա Ալիևը, Հեյդարի տղան, ես չգիտեմ, արյունակցական կապերով եք կապված իրար հետ, նրանց մոտ դու կարող ես հապարտ քաղաքացի որպես ներկայանալ, իսկ ինչ մնում է, այսօր ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի գլխիկոր եմ ման գալիս, ամաչում եմ այս կարգավիճակից, այսօրվա իմ ազգի վիճակից, որ ողորմելի կարգավիճակում ենք մենք այսօր։ Այսօր Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է, որպես ձեզնից մեկը դիմում եմ ձեզ, մեզ անդրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Բեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Ուրեմն, ներողություն, ասեմ ես ձեզ հետեւյալը, որ բարոյական այդ իրավունքը չունի Նիկոլ Փաշինյան չէ, ով ուզում է իր հայրը թեկուզ, հայր չեմ ասում, պապաները լինեն թեկուզ, այդ իրավունքը նրան որևէ մեկը չի տվել, ըստ սահմանադրության, մեկ, եկեղեցին անջատված է պետությունից, առանձին կառույց է նա, որ իրավունք չունի պետությունը միջամտելու առաքելական եկեղեցու գործերին, սա եկեղեցու ներքին խնդիրն է, սա մեկ, երկրորդ, ինչ մնում է, համոզված եմ ես, որ հայ ժողովուրդը մի մարդու նման ոտքի կանգնի, եթե ուզում է կոտորած, եթե ուզում է արյուն ծով լինի, արյուն հեղվի, մենք ինքներս, ես ներկայացնում եմ նաև դրա հետ մեկտեղ հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը, այդ միավորման անդամ եմ եւ մեր միավորումը Չալաբյան ավետիքի գլխավորությամբ Էջմիածնի մեր Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Գագիկ Հովհաննիսյանի հետ մեկտեղ մենք բոլորս կանգնած ենք, չգիտեմ, պահակություն չենք անում, բայց որևէ մեկը թող փորձի ոտնձգություն կատարել։ Դե թող փորձի որևէ մեկը, էլ ոչ փողկապ կապել կլինի, ոչ մյուս, արդեն, որովհետև վերջին սրբությունները արդեն ոտնահարվեց բառիս իսկական իմաստով։ Չի կարելի, արժեքներ կան, որոնք մենք պիտի պահենք ու պահպանենք։ Իսկ դարեր շարունակ, երբ մենք չենք ունեցել ոչ թագավոր, ոչ վարչապետ, չգիտեմ, եւ այլ ինչ վարչապետ, առաջնորդել է հոտը, առաքելական եկեղեցին, առաջնորդել են մեզ մեր կաթողիկոսները, չմոռանանք պատմությունը, ախր մի քիչ պիտի պատմությունը կարդացած լիներ այդ անաստվածը, նոր գար այդ աթոռը զբաղեցներ, որովհետեւ մարդը երբ նստում է աթոռին, ոչ թե պիտի այդ աթոռը իրեն գեղեցկացնի, սիրունացնի, այլ ինքը իր խելքով, իր տրամաբանությամբ, իր կատարած քայլերով, այնպիսի քայլեր պիտի կատարի, որ ինքը գեղեցկացնի այդ աթոռը։ Իսկ մեր վարչապետի մոտ հակառակն է, մտածում է, որ վարչապետի աթոռին նստել է, այդ անտեր աթոռը, ընկեր ջան, այսօր կա, վաղը չկա, նկատի ունեցիր, վաղը քոնը չի այդ աթոռը, իսկ առաքելական եկեղեցին
հազարամյակներ շարունակ ժողովրդինն է եղել, մնալու է ժողովրդին է։ Իսկ մենք հավատացյալներս, ովքեր որ ընդունում են քրիստոնեությունը որպես պետական կրոն, ովքեր որ մկրտված են, բնականաբար մենք պահապան ենք լինելու, ջատագովն ենք առաքելական եկեղեցու, ջատագովն ենք Գարեգին Բ կաթողիկոսի։